Саник. Нельзя нам на свете прожить без чудес. Они нас повсюду встречают. Волшебный, осенний и сказочный лес нас в гости к себе приглашает. Закружится ветер под песню дождя. Листочки нам под ноги бросят. Какая красивая эта пора. Пришла к нам опять чудо-осень. Հանդե միտեղ պիտի կանգնենք 10-ին նոր բացվելու է Իշնենք մանգանք կայլենք մի քիչ այն ներքևը Կրեմլ Հա Обочины дорог, пустые дворы, не вынимая из кобуры. Հետաքրքիր է ներսի մուզեյը բաց է Չնայած այս ժամին դժվար բաց լինի, չէ Ռիզանի Կրեմլն է Այստեղ դեռ վերանորոգումներ են անցկացնում Ֆոկուսը նորմալ չի բռնում արևի վրա, բայց շատ սիրուն է։ Մորսկոյ մոնաստիրը գտնվում է այս հատվածում։ Չգիտեմ բաց կլինի, թե չէ, վերջին անգամ ստեղ երևի 4 տարի առաջ ենք եղել։ Շատ սիրուն հատվածներ ունի։ Հայնա, ասել նավահանգիստն է ստեղի, պուտուր համարվում, ստեղից են նստում նավ ու գնում դեպի Իսենինի տուն թանգարան, կողքի գյուղում է գտնվում, Օկե գետնա էլիս, գետնա հետո լիճա դարնում, օկե լիճը, տեսնես հիմա կլինի բաց, այստեղից, ոնց որ դիմացը նավ կա կանգնած, բայց չգիտեմ աշխատում է թե չէ, արժի գնալ, ինչ ես կարծում, նավով, դեպի Իսենինի տուն թանգարան, նու եթե բաց լիներ կարելի էր, Տասնչորս թվի կառույցներ են, շատ խոխանդ է, 14-րդ դարի կառույցներ են, նու դեռ հիմա էլ եմ բնակվում էստեղ, շատ չն է, առաջ առանձին Մորսկոյ մոնաստիր էր, հիմա մանաշկեքնել են ոնց որ մնում չէ, Այնտեղ դեռ մարդիկ են բնակվում, հա, որ այս մասով հետաքրքիր է ոնց են անցնում,
Ստեղ աստիճաններով իջնում ես, գնում ես մոստա իբրև թե, բայց այս մոստը ոնց են անցնում մարդիկ։ Այս հատվածը Ռիզանի հարսիկների սիրելի հատվածն է Կրեմլում, որովհետև այստեղ ֆոտոսեսիաներ են կազմակերպում, այստեղ նույնպես իհարկե, բայց այս հատվածը ավելի գեղեցիկ է նայվում ֆոտոների մեջ։ Հիմնականում հարսանեկան ֆոտոշարքը այստեղ են անում։ Հետո առավոտյան պիտի գնանք նվեր ընտրելու իրականում կիսուր մայրիկիս համար, որտեղ ամսի 3-ին իր ծնունդն է, բայց քանի որ առավոտ շուտ էր, խանութը ուշ էր բացում, դա համար որոշեցին գնանք Կրեմլ, դրանից հետո մտանք խանութ, նվերն առանք ու եկանք տուն։ Հիմա ցույց տամ ինչ ենք առել։ Ոսկե կուլոն, մանրամասնածածինը, ձեռքի հետ ինչ-որ բան էլ ինձ ընտրացի, իրականում, տենց թեթև, օղեր, կլոր, փոքրիկ։ Չգիտեմ, երևի երկար ժամանակ օղեր չեմ դրել, դրա համար փակվել է անցքը, ականջիս, դրա համար մտածում եմ այս մի քանի օրվա ընթացքում գնամ կոսմետոլոգի մոտ ու տեսնեմ ինչ կառաջարկեն, ինչ կարելի է անել։ Այսօր գործի ենք եկել, վաղը կիսուր մայրիկիս ծնունդն է արդեն, այսօր գործի տեղը կլինենք, վաղը տանը կլինենք, եթե հասցնեմ մի քիչ շուտ տուն գնամ, տորթի լիստերը կսարքեմ ու տորթը կհավաքեմ այսօր, չնայած կարող է չհասցնեմ այսօր հավաքեմ, որտեղ Վալբրեսից մի քանի դեկոր ունեի զակաց տված տորթի համար, վաղը կվերցնեմ երևի առավոտյան կհավաքեմ, բայց այսօր լիստերը հույս ունեմ կհասցնեմ թխեմ։ Այդպես, իսկ վաղ կգնանք շնորհավորելու ու հետաքրքիր վիդեո կունենանք։ Քանի որ ժամը 11-ն է ու մենք ուշ ենք տուն գնում, եկել ենք խանութ, տորթը իհարկե չեմ հասցնում թխեմ, նենց որ վերցնում ենք կտորներով այս տորտիկը։ Գնում ենք տուն, որտև մի 45 րոպե պիտի սպասենք, 12-ին մոտ գնանք շնորհավորելու։ Ընթրիքն արդեն ավարտվեց, մենք վերադարձել ենք տուն, բոլորս հոգնած ենք, արդեն ժամը 11:30 է համարյա, Արտակ արդեն պարկել է քնելու, մենք նույնպես հոգնած ենք, մենք նույնպես գնում ենք քնելու, շնորհակալություն, որ դիտեցիք, հույս ունեմ հաջորդ վլոգերը ավելի հետաքրքիր կլինի ու քանի որ մենք մի քիչ էլ հիվանդ էինք, դրա համար այս վլոգը այսքանով ավարտում ենք։ Մոռացա ավելացնեմ, որ մենք ամսի 2-ի երեկոյան գնացինք շնորհավորեցինք, մի փոքր նստեցինք ու լավ ժամանակ անցկացրեցինք միասին։ Ուղղակի քանի որ ես մեր ընտանիքին դեռ չեմ նկարել մեր վլոգերում, չգիտեմ ոնց կվերաբերվեն իրանք դրան, ճիշտն ասած, ու ինձ թվում է դեռ մոտ ժամանակներս չեմ նկարի, հետագայում արդեն պարզ կլինի ամեն ինչ, շնորհավորելու ընթացքն էլ տենց չեմ նկարել, բայց լավ ժամանակ անցկացրեցինք, հաջորդը մի քիչ ավելի հետաքրքիր ֆորմատով կմտածեմ ու ինչ որ նոր բան կնկարեմ։ Բարի գիշեր։